Ողջույն, բարի գալուստի Մալիք, ես Անահիտն եմ։ Այսօրվա հոլովակի թեման շատ է տարբերվում իմ ալիքում գտնվող հոլովակների թեմաներից։ Այս հոլովակում ես ձեզ կպատմեմ մի քանի դերասանների մասին, ովքեր որ ունեցել են շատ դժվար մանկություն, ծայրահեղ աղքատ։ Առանց գումարի, բացի այդ ստացել են ֆիզիկական եւ հոգեբանական հարվածներ, բայց դա նրանց չի խանգարել, որպեսզի դառնան մեգա աստղեր եւ որպեսզի կարողանան նվաճել հարյուրավոր, միլիոնավոր մարդկանց սիրտը եւ սերը։ Այս հոլովակը ունի իր մեջ մի խորհուրդ, որ կապ չունի թե մենք որտեղ ենք ապրում, կապ չունի թե մենք ինչ միջավայրում ենք ապրում, մենք պետք է միշտ հավատանք մեր ուժերին, որովհետեւ միայն մենք եւ հնարավոր է որ աջակցությունը, որը մենք չենք նկատում, կարող է լինել փոքր, բայց նույնիսկ այդ փոքր աջակցությունը կարող է մեզ օգնել, որպեսզի մենք հասնենք մեր երազանքներին։ Պարտադիր չի մենք դառնանք դերասան, դերասանուհի, երգիչ կամ երգչուհի, կարող ենք լինել սովորական վարսահարդար։ Հնարավոր է որ շատ ընտանիքներում, շատ մարդկանց մոտ անգամ այդ վարսահարդարի սանր գնելու գումարը չկա, եւ հենց դու ունենում ես այդ գումարը ու գնում ես այդ սանրն ու վարսահարդարի չէ, դա քեզ տալիս է թևեր եւ դու հասկանում ես, որ դու կարող ես։ Դե ինչ, անցնում ենք առաջ, հուսով եմ, որ կհավանեք այս հոլովակը, ես հուսով եմ, որ կթողնեք ձեր մեկնաբանությունները։ Մենք շարժվում ենք առաջ։ Արնոլդ Շվարցենեգերը ունեցել է դժվար եւ աղքատ մանկություն, ինչը նրա հետագա հաջողության պատմությունը դարձնում է շատ ոգեշնչող։ Նա ծնվել է 1947 թվականի հուլիսի 30-ին Ավստրիայի Թալ գյուղում։ Հայրը Գուստավ Շվարցենեգերը նախկին նացիստական կուսակցության անդամ էր։ Արնոլդի եւ իր հոր հարաբերությունները շատ դաժան էին եւ բարդ, ինչպես նաեւ լարված։ Հայրը կասկածում էր, որ Արնոլդը իր որդին չէ եւ միշտ նախատում, վիավորում ու ծեծում էր նրան։ Բացի այդ, Շվարցենեգերները շատ աղքատ էին։ Նրանց տունը չուներ անգամ տարրական հարմարություններ, ջեռուցում, չկար հոսանք, հեռախոս, ջուրը բերում էին դրսից։ Ընտանիքը սակավաբաժին ուտելիքով էր ապրում, երբեմն միս ուտում էին միայն կիրակի օրերին։ Դեռ մանուկ հասակից Արնոլդը պետք է աշխատեր ընտանիքին օգնելու համար։ Նա կոտրում էր փայտ, մաքրում ձյունը, ծանր իրեր էր տեղափոխում։ Արնոլդը միշտ ունեցել է երազանք փախչելու Ավստրիայից դեպի Ամերիկա։ Տարիների դժվարության, մարզման եւ հաստատակամության արդյունքում նա դարձել է աշխարհի ամենաերիտասարդ Mr. Universe 20 տարեկանում։ Հետագայում նա դարձել աշխարհի ամենահայտնի բոդիբիլդերներից մեկը։ Հաջողությունների է հասել կինոմատոգրաֆիայում եւ նույնիսկ դարձել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի նահանգապետը։ Օպրա Ուինֆրին ունեցել է չափազանց ծանր, աղքատ եւ երբեմն նույնիսկ սարսափեցնող մանկություն։ Նրա կյանքի պատմությունը հաճախ ներկայացվում է որպես օրինակային բանի, թե ինչպես կարելի է ամենածանր պայմաններից դուրս գալ եւ դառնալ համաշխարհային չափանիշով հաջող մարդ։ Նա ծնվել է 54 թվականին Միսիսիպի նահանգում ԱՄՆ-ի աղքատ գյուղական ընտանիքում։ Նրա մայրը ծառա էր, իսկ հայրը վարսահարդար։ Նա ծնվել է ապօրինի կապից, այսինքն ծնողները ամուսնացած չեն եղել։ Տարբեր տարիներին Օպրան ապրել է թե մոր, թե հոր եւ թե տատիկի հետ։ Մանկության տարիներին նա ապրում էր ծայրահեղ աղքատության պայմաններում առանց խմելու մաքուր ջրի, էլեկտրականության կամ պատշաճ սննդի։ Հաճախ հագնում էր կարտոֆիլի պարկից կարված զգեստներ, որովհետև ընտանիքը ի վիճակի չէր հագուստ գնել։ Օպրան հաճախ էր ծաղրի ենթարկում դպրոցում իր աղքատ լինելու համար։ Դեռ փոքր տարիքից, սկսած 9 տարեկանից, նա հաճախ ենթարկվել է սեռական բռնության տարբեր ազգականների եւ ընտանիքի ծանոթների կողմից։ Նա տարիներ շարունակ լռել այդ մասին եւ 14 տարեկանում հղիացել է բռնության արդյունքում, բայց նորածինը մահացել է ծնվելուց մի քանի օր անց։ Չնայած սարսափելի պայմաններին Օպրան շատ խելացի էր եւ սիրում էր կարդալ։ Օպրան գերազանց է սովորել դպրոցում եւ մասնակցել է բանավեճերի, որոնք օգնել են նրան գտնել իր ձայնը։ Դպրոցում եւ քոլեջում նա աչքի էր ընկնում որպես ռետոր եւ հաղորդավարական ձիրք ունեցող ուսանողուհի։ Շուտով նա սկսել է աշխատել ռադիոյում, հետո հեռուստատեսությունում։ Օպրայի պատմությունը համարվում է ամենահզոր օրինակներից մեկը, թե ինչպես կարող է մարդը հաղթահարել աղքատությունը, բռնությունը, հոգեբանական վիշտը եւ դառնալ աշխարհի ամենաազդեցիկ եւ ամենահարուստ կանանցից մեկը։ Թոմ Քրուզն իր կարիերայում մարմնավորել է բազմաթիվ ուժեղ կերպարներ, սակայն իրական կյանքում նա ունեցել է բավականին դժվար եւ աղքատ մանկություն, ինչը փոխել է նրա բնավորությունն ու ուժեղ կամքը։
Թոմ Կրուզ մապոթեր 4-րդը ծնվել է 1962 թվականին ԱՄՆ-ի Սիրակյուզ քաղաքում։ Նրա ընտանիքը ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ։ Հայրը Թոմաս Կրուզ մոպեթեր 3-րդ էլեկտրական ինժեներ էր, իսկ նրա մայրը ուսուցչուհի էր։ Ընտանիքն անընդհատ տեղափոխվում էր տարբեր քաղաքներ։ Հաճախ չէր հաջողվում կայուն բնակարան ունենալ կամ դպրոց գնալ, քանի որ հայրը երկար ժամանակ չէր կարողանում ապահովել ընտանիքին։ Նրանք հաճախ ապրում էին սննդի, հագուստի եւ այլ անհրաժեշտ պայմանների բացակայությամբ։ Ավելի ուշ Թոմն ասել է, որ իր քույրերի եւ եղբայրների հետ եկեղեցիներում փող են մուրացել, որպեսզի կարողանան իրենց համար գոնե սնունդ գնել։ Թոմը նաև բազմիցս ասել է, որ հայրը բռնարար էր եւ ահաբեկում էր իրեն իր կյանքի առաջին տարիներին։ Հայրը հաճախ ֆիզիկապես պատժում էր նրան եւ շատ խիստ էր։ Երբ Թոմը մոտ 12 տարեկան էր, հայրը լքել է ընտանիքը, ինչի հետևանքով մայրը ստիպված է եղել մի քանի տեղ աշխատել երեխաներին պահելու համար։ Թոմը տառապում էր դիսլեքսիայից։ Դա ընթերցման խանգարում է, որի պատճառով հաճախ նրան ծաղրում էին դպրոցում։ Նա սովորել է 15 տարբեր դպրոցներում 14 տարվա ընթացքում։ Նրա դպրոցական տարիները լի էին մերժումներով, անհասկացողությամբ եւ ցածր ինքնագնահատականով։ Դպրոցում մասնակցելով թատերական Guys and Dolls ներկայացմանը, ուսուցիչները նկատել են նրա տաղանդը։ Այդ պահից սկսած նա սկսել է հավատալ, որ դերասանական արվեստը կարող է նրա փախուստը լինել դժվար իրականությունից։ Իմ ալիքում կան շատ կենսագրական հոլովակներ նվիրված հայտնի մարդկանց։ Հիմնականում նրանց կյանքը շատ դժվար է եղել։ Նրանց թվում են Սելենա Գոմեսը, Ջեյ-Զին, նույն ինքը Փի Դիդին, Ջիմ Քերին, Լեոնարդո Դիկապրիոն։ Իրենք կարելի ասել շատ ծանր մանկություն են ունեցել, քանի որ կամ ծնող չեն ունեցել, կամ ծնողների ներկա գտնվելու դեպքում անգամ շատ աղքատ են ապրել։ Իրենք կարողացել են դուրս գալ նմանատիպ պայմաններից երկու բանի շնորհիվ՝ նպատակասլացության եւ իրենց տաղանդի։ Անտաղանդ մարդը կարող է ինչ-որ մի պահ դառնալ հայտնի, բայց դա չի նշանակում, որ նա իր ամբողջ կյանքի ընթացքում կլինի հայտնի եւ սիրված։ Դա դեռ չափանիշ չէ։ Սիլվեստր Ստալոնեն համաշխարհային ճանաչում ունեցող Ռոկի եւ Ռեմբոյի դերակատարը անցել է չափազանց դժվար եւ աղքատ մանկության լի մերժումներով, առողջական խնդիրներով ու ընտանեկան լարվածությամբ։ Նրա հաջողության պատմությունը համարվում է հիասքանչյուրինակ այն բանի, թե ինչպես կարելի է վեր խոյանալ անդունդից մերկ ձեռքերով։ Սիլվեստր Ստալոնեն ծնվել է 46 թվականի հուլիսի 6-ին Նյու Յորքում։ Ծննդաբերության ժամանակ բժշկի անփույթ գործողության հետևանքով պատռվել է նրա դեմքի նյարդը։ Արդյունքում Ստալոնեի դեմքի ձախ կողմը մասամբ պարալիզացված է։ Սա է պատճառը նրա յուրահատուկ խոսելու ոճի, կիսաբաց շուրթերի եւ շարժուձևի։ Իր խոսքի թուլության եւ արտահայտման խնդիրների պատճառով նա հաճախ էր դառնում ծաղրի եւ մերժման զոհ։ Ստալոնեի ծնողները ունեին լարված եւ աբյուզիվ հարաբերություններ, ընտանիքում մշտապես տիրում էին վեճեր եւ ֆիզիկական բռնություններ։ Երբ Ստալոնեն 9 տարեկան էր, ծնողները բաժանվել են եւ նա սկսել է ապրել տարբեր դաստիարակների, դպրոցների եւ անգամ բարեգործական հաստատությունների մոտ։ Նա իր մանկության մեծ մասը անցկացրել աղքատության մեջ, հաճախ սոված եւ առանց ծնողական սիրո կամ կայուն միջավայրի։ Ստալոնեն խնդիրներ ուներ ինչպես ակադեմիական, այնպես էլ սոցիալական ոլորտում։ Երիտասարդ տարիքում նա տեղափոխվել է Նյու Յորք, փորձել դառնալ դերասան, բայց անընդհատ մերժվում էր իր արտաքինի, իր խոսքի ձևի եւ ֆիզիկական շարժումների պատճառով։ Ստալոնեն անգամ անօթևան է դարձել։ Նա մի քանի օր շարունակ գիշերել է Նյու Յորքի ավտոբուսի կայարանում, որովհետև չուներ գումար անգամ ուտելիք գնելու կամ սենյակ վարձելու համար։ Այս ընթացքում $50 նա համաձայնվել է խաղալ պոռնոֆիլմում, պարզապես որ կարողանա ուտելիք գնել։ Ստալոնեն ինքն է գրել Ռոքի ֆիլմի սցենարը ընդամենը 3 օրում ոգեշնչվելով իրական բռնցքամարտիկ Չակ Ուեփներից։ Երբ վաճառքի էր դնում սցենարը, նրան առաջարկում էին մեծ գումար, բայց նա մերժում էր, քանի որ ցանկանում էր մեկ պայման՝ խաղալ գլխավոր դերը։ Ի վերջո նա ստանում է նման հնարավորություն, բայց փոքրիկ բյուջեով։ Սակայն ֆիլմը դառնում է հսկայական հիթ։ Այն ստանում է 3 Օսկարի անվանակարգ։ Դեմի Մուրը Հոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից մեկը նույնպես ունեցել է շատ ծանր, խոր վշտերով ու աղքատությամբ լի մանկություն, որն իր խորը հետքն է թողել նրա անձի վրա։ Նրա կյանքի վաղ տարիները լի էին ընտանեկան անկայունությամբ, ալկոհոլիզմով, բռնությամբ եւ ինքնության ճգնաժամով։ Դեմի Մուրը ծնվել է 62 թվականի նոյեմբերի 11 Նյու Մեքսիկո նահանգի Ռոսվել քաղաքում։ Դեմին իր հորը հանդիպել է միայն մեծահասակ տարիքում։ Նրա ընտանիքը մշտապես ապրում էր ֆինանսական ճշմարտ տակ։ Դեմին հիշում է, որ հաճախ հոսանք ջուր կամ սնունդ չունեին։ Մանկության տարիներին նա եւ մայրը տեղից տեղ են տեղափոխվել ավելի քան 30 անգամ։ Երբեմն նույն տարում մի քանի անգամ նա դպրոց է փոխել։
Այս անկայունությունն ու անդադ վերափոխելով միջավայրը խորապես ազդել է նրա ինքնագնահատականի վրա։ Նրա խորթ հայրը եւ մայրը երկուսն էլ ալկոհոլիկներ էին։ Տանը հաճախակի քաշքշուկներ էին, վեճեր եւ բռնարար վարքագիծ էր տիրում։ Դեմին պատմում է, որ հաճախ արթնանում էր գիշերը մոր ինքնասպանության փորձերը կանխելու համար։ Մայրը Վիրջինիան մի պահ անգամ դիմել է սեռական գործարքների եւ դժվարության մեջ էին ապրում։ Դեմի Մուրը պատմում է իր ինքնակենսագրական գրքում, որ 15 տարեկանում ենթարկվել է սեռական բռնության մոր ծանոթներից մեկի կողմից։ Նրա մայրը գումարի դիմաց իր աղջիկան հանձնել այդ տղամարդուն։ Դեմին թողել է դպրոցը 16 տարեկանում եւ տեղափոխվել Լոս Անջելես մոդել դառնալու նպատակով։ Առանց դիպլոմ, առանց կայուն ընտանիք ունենալու, նա սկսել է սեփական կյանքը կառուցել առաջին քայլերն անելով մոդելային աշխարհում, հետո դերասանական։ Ջեկի Չանը մարտարվեստի վարպետ, հումորային եւ ճկուն դերասան, միջազգային աստղ, մեր մանկության հերոսը նույնպես ունեցել է ծայրահեղ աղքատ եւ դժվար մանկություն, որը լի էր ֆիզիկական ծանր աշխատանքով, ընտանիքից հեռու ապրելով, կրթության եւ մանկության բերկրանքից զուրկ կյանքով։ Նրա կյանքի ճանապարհը հենց սկզբից էլ բարդ էր, բայց այդ դժվարություններն էլ կոփեցին նրա անձն ու անկոտրում ոգին։ Ջեկի Չանը ծնվել է 1954 թվականի ապրիլի 7-ին Հոնկոնգում Չան Քոնգ Սան անունով։ Ջեկի Չանի ծնողները փախել էին Չինաստանից, որովհետև կոմունիստական հեղափոխությունից հետո իրենց կյանքը վտանգի տակ էր։ Նրանք նախկինում կապ ունեին ոչ կառավարական եւ նույնիսկ կասկածելի կառույցների հետ։ Հոնկոնգը ապահով ապաստարան էր չինացիների համար նոր կյանք սկսելու համար։ Ջեկին ծնվել է ծայրահեղ աղքատ ընտանիքում։ Նրա ծնողները աշխատում էին հարուստ ընտանիքի մոտ որպես սպասավոր եւ խոհարար։ Անգամ նրա հայրը սկզբում փորձել է վաճառել նորածին որդուն մի բժշկի վրա, քանի որ չէին կարողանում պահել երեխային։ Ջեկի Չանի ծնողները մեկնել են Ավստրալիա աշխատանքային առաջարկի պատճառով, իսկ ինքը մնացել էր Հոնկոնգում ընդամենը 7 տարեկանում միայնակ։ Նրան հանձնել են չինական դասական օպերայի ակադեմիա, որը կրթական հաստատություն չէր սովորական իմաստով, այլ կիսավարժողական, կիսաֆիզիկական ճամբար։ Ուսուցումը խիստ էր, գրեթե ռազմական։ 10-ից 12 ժամ ֆիզիկական մարզում ամեն օր առանց արձակուրդի։ Նա ստանում էր հարվածներ, ծեծ, պատիժ սխալների համար։ Չկար սեր, գուրգուրանք եւ ոչ էլ մանկություն։ Նա օպերայի դպրոցում սովորում էր մարտարվեստ, ակրոբատիկա, թատերական շարժումներ եւ ստիպված էր կատարել շատ վտանգավոր հնարքներ։ Նա ունեցել է բազմաթիվ վնասվածքներ դեռ մանկուց, ձեռքերին, մեջքին, անգամ գլխին։ Նա դպրոցն ավարտելուց հետո շատ դժվարությամբ էր աշխատանք գտնում կինոաշխարհում։ Անգամ խաղում էր ֆիլմերում երրորդական կամ մասովկաներում անվճար։ Նրա ճեղքումը եղավ 1978 թվականին Duncan Master ֆիլմով Հոնկոնգում։ Հետագայում նա դառնում է մարտարվեստի եւ հումորի համադրությամբ եզակի մեգա աստղ։ Եթե հավանեցիք այս հոլովակը եւ կցանկանաք երկրորդ մասը, ապա գրեք մեկնաբանություններում ցավոք սրտի շատ են աստղեր, ովքեր որ շատ բարդ մանկություն են ունեցել եւ կյանք։ Սիրով կներկայացնեմ ձեզ համար մաս 2-ը։ Եվ ուզում եմ ձեզ մաղթել, որպեսզի հավատաք ձեր ուժերին։ Իմացեք, որ կրթությունը եւ նպատակասլացությունը ձեզ անպայման կօգնեն։ Լավ մնացեք, մենք շատ շուտով կհանդիպենք։